Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուր ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարոն Հայրիկյանն է, բարև ձեզ, պարոն Հայրիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Ֆակտոր TV գալու համար։ Ես նույնպես։ Ինչու եք որոշել հետախուզման մեջ գտնվող եւ այսպայն ամերիկյան բանտում ազատազրկված Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցության հետ միասին գնալ ընտրություններ, ընդ որում ինչքան հասկացա, առաջարկը դուք եք արել այդ ուժին եւ նրանք համաձայնվել։ Առաջարկ մենք արել ենք քաղաքական հանրությանը ամբողջ ընդգրկումով, ասելով, որ եթե մարդիկ սիրում են հայրենիքը, բնականաբար այդ հայրենիք պահող ժողովրդին, եւ նրանք վերլուծելով պատմությունը եկել են նույն եզրակացության, որ մեր ձախողումները սկսվեցին սահմանադրության այս խուժան տարբերական Մուսոլինի տարբերական ընտրելուց հետո 15 թվականին ընդունեցինք եւ բացասական բաները դրան հաջորդեցին։ Ավելին ասեմ, այստեղ որովհետև հետո էլ չենք անդրադառնա դրան, ես համարում եմ, որ այսպես կոչված խորհրդարանական համակարգը 20-րդ դարում որպես պատիժ է տրվում ազգերին, գերմանացիները դա ստացան Հիտլերի հետևանքով, հույները ստացան սև գնդապետների հետևանքով, պատիժ տվող միայն մարդիկ չեն, ճակատագիրը նկատել եմ Իտալիան Մուսոլինիից հետո, այնպես որ դա վատ բան է։ Իսկ Վարդան Ղուկասյանի հետ անձամբ դուք շփվել եք, թե նրա կուսակցության հետ։ Նա համաձայնվել է ձեզ հետ գնալ։ Ես չեմ խոսել ոչ մեկի հետ, մենք արել ենք հայտարարություն, որ ովքեր որ հասկանում են, որ հիմքերի հիմքը սահմանադրությունն է եւ հատկապես վաղուց շրջանառության մեջ գտնվող այս պահին Արդարադատության նախարարությունում վարչապետի սեղանին գտնվող բացարձակ ժողովրդավարության մեր վաղուց դրված նախագիծը եւ պատրաստ են դա համարել առաջնահերթություն, մենք նրանց հետ կարող ենք դաշինք կազմել։ Դրանից առաջ մենք հստակ ասել էինք, ունենալ բացարձակ ժողովրդավարության մակարդակի գիտակցություն, փորձառություն եւ ազգին մատուցելու նաեւ պատասխանատվություն վերցրած լինելով, մենք որևէ այլ խուժան սահմանադրությամբ ընտրությունների չենք մասնակցի։ Մենք կարծում ենք, որ քանի որ մենք եղել ենք հայ իրականության մեջ առաջին քաղաքական այլընտրանքային դեմոկրատական կազմակերպությունը, մեզ կլսեն։ Գնայք, իսկ Վարդան Ղուկասյանի հետ գաղափարական ինչ ընդհանրություն ունեք դուք։ Գիտեք, դաշինքների ժամանակ դաշինքը նրա համար է, որ դու նպատակային ծրագրային ընդհանրություն ունենաս։ Գաղափարական ընդհանրություն ունենում են միայն կուսակցությունները իրենց ներսում։ Իսկ երբ դաշինք է ստեղծվում, գաղափարական ընդհանրության մասին խոսելը տեղին չէ։ Դուք պարոն Ղուկասյանի հետ նույն արժեքային դաշտում եք գտնվում։ Մենք արել ենք միայն մեկ հստակ առաջարկ, որը հետագայում բոլոր դրական փոփոխությունների հիմքում է գտնվելու։ Ոչ, ես անձամբ Վարդան Ղուկասյանի հետ չեմ շփվել, որևէ ընդհանրություն անցյալում չեմ ունեցել, մենք ավելի շատ իրար քննադատել ենք։ Բայց նրա մեղմ եմ ասում իհարկե, նրա շտաբի պետը մեր հայտարարությունը կարդալուց հետո դիմել է մեզ, ասելով, որ իրենք են ընդունում, որ սահմանադրության մեր նախագիծը շատ կարևոր բան է, այնքան կարևոր բան, որ եթե դա ժամանակին Սերժ Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը փչացրած չլինեին գաղափարը, ապա մենք պատերազմներ չէինք ունենա, այդ աստիճանի ես այդպեսի խորը անցալում։ Այսինքն իր շտաբի պետն է ձեզ։ Իր շտաբի պետը ասել է, մենք ձեր հայտարարությունը կարդացել ենք, գիտենք, որ դուք չեք ուզում գնալ ընտրությունների եւ ասել եք բացառության կարգով կգնանք, եթե քաղաքական դաշտից ձեզ միանան։ Մենք միանում ենք այդ առաջարկին։ Այդ դեպքում ես եմ կանգնել փակող առաջ, հետո ԱԻՄ-ի նախագահության անդամները քննարկելով ասել են մենք արել ենք այդպիսի առաջարկ, մեզ առաջարկողը, այնտեղ մանավանդ ասեմ, որ Լևոն Բաղդասարյանը բավական ճիշտ շեշտադրումներ կատարեց, այսինքն ինձ վերադարձրեց այն խոսքերը, որ ես իմ վերջին 58 տարվա ընթացքում որպես նախամակը ղեկավար, հետո այն միշտ ասել եմ, որ երբ հայրենիքի շահերը պահանջում են, դու պետք է կարողանաս վեր կանգնել քո նույնիսկ հակասություններից։ Պայմանավորվեցինք բոլոր տարաձայնությունները դնում ենք մի կողմ եւ միասին ենք գնում։ Լևոն Բաղդասարյանի հետ եք պայմանավորվել, ոչ թե բնականաբար շտաբի պետի հետ ես խոսում, շտաբի պետը ինքնուրույն չի գործում, եթե ունի ղեկավար, նաև քննարկում է ղեկավարների հետ։ Ես քննարկել եմ ԱԻՄ նախագահության հետ եւ ԱԻՄ-ի նախագահության բացառիկ քվեարկություններից մեկն է, որ 12-ից ի վերջո 10-ը ասացին, որ դա բխում է մեր հայտարարության։ Մենք խիստ զարմացած էինք, որ իրենց ժողովրդավարական եւ ազգային համարող ուժերը այդ հայտարարությունը չարձագանքին։
Շատ լավ, պարոն Հայրիկյան, երբ որ հայտնի դարձավ, որ մտադիր եք Վարդան Ղուկասյանի ուժի հետ մասնակցել ընտրություններին, որ հիմնական քննադատական հարցադրում այսպես, որ հանդիպեցիք, կուզեի հնչեցնել, այն է, թե ինչպես է իրեն անկախության եւ պետության հիմնադիր համարող Չհամարող, ոչ թե համարող, ինչպես է այդ մարդը ինչպես է այդ մարդը համագործակցում հրապարակայնորեն հայոյախոսությամբ զբաղվող եւ այսպես հետախուզման մեջ գտնվող անձի հետ համագործակցում։ Մենք աշխատում ենք գրանցված կուսակցության հետ։ Բայց առաջնորդը գիտեք ով է։ Եթե այդ կուսակցությունը գրանցվել է, ուրեմն նա մյուս բոլոր կուսակցություններին իրավահաց կառույց է։ Առաջնորդը եթե ընդունում է մեր առաջարկը, մենք հոգեկան հիվանդ չենք, որ մեր առաջարկից հրաժարվենք։ Այմականները այդպես էլ դրեցին։ Մենք ասել ենք, ով որ կգա առաջնահերթություն ընդունելու գաղափարին, ու խոսքը չի վերաբերում ինչ-որ մի իդեա ֆիքսի, խոսքը վերաբերում է մի համակարգի, որը արմատապես փոխելու է հայ ժողովրդի կյանքը։ Բացի այդ, դա վերաբերում է նրան, որ դու իսկապես սիրում ես քո ժողովրդին։ Որտեղ միայն ժողովրդին սիրողը կարող է մոռանալ իր մասին, իր պոռոտախոսությունները եւ ասել ես ուզում եմ որ իշխանության տերը դուք լինեք մարդիկ։ Այսինքն ձեզ չի կաշկանդում պարոն Ղուկասյանի հրապարակային հաճախ հայոյախոսությամբ հանդես գալը, նրա հետ ճանապարհ անցնելը։ Ոչ չի կաշկանդում, ինձ դուր չի գալիս։ Իրեն էլ կարծում եմ դուր չի գալիս եւ պիտի որ դա մտածի, բայց դրա համար մենք չենք համագործակցել։ Մենք համագործակցում ենք դոկ կուսակցության հետ, քանի որ պարզվեց, որ հայ քաղաքական դաշտում ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքական ուժը, բարձր ազգային, ժողովրդավարական, մարդկային, պարզվեց, որ ունի դոկ կուսակցությունը։ Մյուսները պարզվեց ամենալավ տղան Վարդան Ղուկասյանն է քաղաքական դաշտում։ Մյուսները պոռոտախոսներ են եւ իրենք իրենց են սիրում, ազգին չեն սիրում։ Եթե ազգը սիրես, դու պետք է ասես այնպես անեն, որ իրենք իրենց ճակատագրի տերը լինեն մարդիկ։ Իսկ այդպեսի նախագիծ այսօր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում կա մեկը։ Դա բացարձակ ժողովրդավարության նախագիծն է, որը լիարժեքորեն դրա համար էլ կոչվում է բացարձակ է կոչվում, որտեղ անմիջականորեն կապված է Աստծո պատվիրանի հետ, որ Աստծո առաջ բոլորը հավասար են, եւ մենք այդ հարցը լուծելով այդ նախագծով գնում ենք։ Թող բոլոր տղերքն իմանան, որ ձեր ասած հայոյախոսություններով ավելի շատ հայտնի, բայց ինքը հայտնի է նաեւ ճշմարտասիրությամբ, չէ՞։ Արդարության ձգտումով։ Ես չեմ թաքցնում, գիտեմ, որ ընդհանրապես զազրախոսելը վատ բան է, հայոյախոսելը նույնպես պիտի, եթե սիրում ես մարդկանց, փորձես նրանց նկատմամբ բարի լինել, բայց դուք էլ ես էլ պատմում եք, չէ՞ որ պայթում եք, ինչ-որ բան ասում եք։ Մեզ միացնողը մեր առաջարկն է, մեր առաջարկը։ Բայց ոչ եթերում, պարոն Հայրիկյան։ Դե ես եթերում այով խոսողներին էլ համարում եմ կես մարդ եւ ազգադավ։ Ով որ եթերում ասում է, թե այսինչ գործը լավ բան է, ես զզվում եմ, անջատում եմ։ Չեմ նայում։ Այսինքն դուք չեք հավանում, որ պարոն Ղուկասյանը հայհոյում է, բայց նրա հետ պատրաստ եք քաղաքական Դա ճանապարհ։ իր խնդիրն է, ինքը ինչպես կխոսի, բայց մեր միասնականության հիմքը ժողովրդի հայրենիքի բարօրության համար բարձրագույն նպատակ հանդիսացող բացարձակ ժողովրդավարության բանաձևն է, որի դեմ ոչ ոք չի կարողացել այսօր նույնիսկ մեկ բառ ասել, այդ նախագծի դեմ նախագիծը տպված է։ Միայն մի հոգի որպես անգրագետ ասել է, որ մարդկանց իրավավասարությունից ավելի կարևոր է падգամավորների իրավավասարությունը, որովհետև մեր նախագծում падգամավորները ունենում են այնքան ձայն, ինչքան որ քաղաքացիներից կստանա ամեն մեկը կամ նույնը վերաբերում։ Ուրիշ առարկություն չի եղել։ Շատ լավ, տեսեք, դուք տասնամյակներ շարունակ հրապարակայնորեն ներկայացնում եք եւ տարբեր իշխանություններ եք ներկայացրել բացարձակ ժողովրդավարության տեսությունը, Ճիշտ է, 2 տասնամյակ, որը հիմնված է մարդու իրավունքների եւ բարձր գիտակցության վրա, կարելի է ասել, հա, ինչպես է ձեր այդ տեսությունը համադրվում պարոն Ղուկասյանի գործելավոճի հետ, որի գործելավոճը ոչ ինստիտուցիոնալ քննարկումների մասին է, այլ անձնական վիրավորանքների, հուզական պոռթկումների եւ դա հրապարակային ձևով սա ձեր կողմից ինչ որ իմաստով զիջում է հանուն քաղաքական Եթե դուք կարծում եք, թե ես պիտի որևէ մեկի հետ դաշինք կնքելիս նաև դատավորի դեր ստանձնեմ, ապա ասեմ, որ ձեր դիրքորոշումը ճիշտ չի։ Երբ դու դաշինք ես կազմում, փնտրում ես, թե ինչն է ընդհանրությունը։ Իսկ այն տարաձայնությունները, որ ունեցել ես, նույնիսկ հակասությունները, դրանք չեն անհանում, դու պիտի փորձես դա կարգի բերել։ Երբ Հիսուս Քրիստոսին մեղադրում են, որ ինքը փարիսեցիների հետ շփվում է, մեղադրանքները անհիմն չէին։ Ասում են, սրանք փարիսեցի են, սրանք մաքսավոր են եւ այլն եւ այլն։ Բայց ինքը ասում էր
Դա չի էականը, կարևորն այն է, որ ես նրանք ինձ ընդունում են։ Հիմա տվյալ դեպքում կարևորն այն է, որ մենք առաջարկ ենք արել եւ մեկ առաջարկ չկա, սակայն այդ մի առաջարկը համասար է ուրիշների այդ նախընտրական խոստումների ամբողջ ծավալին։ Բայց այդ առաջարկում համաձայնություն ենք ստացել միայն մեկ քաղաքական ուժից։ Դա ինձ համար անակնկալ էր, դա սարսափելի էր։ Ուրեմն հայաստանյան քաղաքական ուժերը բթամիտ են։ Եկեք չվիրավորենք, դե կարող գաղափարպես չեն կիսում։ Ես բթամիտ եմ համարում բոլոր նրանց, ովքեր խոսում են ժողովրդավարությունից, բայց բացարձակ ժողովրդավարության նման գանձը չեն կարողանում անցնել, որտեղ մարդը դառնում է ոչ թե խոսքով արժեք, ինչպես Նիկոլն ասում էր, բոլորդ վարչապետ եք, այլ առարկայերեն մաթեմատիկական ճշգրտությամբ մարդը դառնում է երկրի տերը։ Իդեպ ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր որ իրենց մեծ բողք են համարում, բողք գրական լեզվով չի լեմ ոնց կլինի, եւ ասում են, որ մենք ձեր համար էս կանենք, են կանենք, դրանք բոլորը հիշեն, որ ինչպես ես, այդպես էլ իրենք դառնալու են ճիճուների կեր, ինչպես Տիգրան Մեծը դարձավ։ Եթե Տիգրան Մեծը աստծուց ստանար այդ շնորհը, ինչ որ մեզ տրվեց, եւ Տիգրան Մեծը այն ժամանակ այնպեսի մի համակարգ ստեղծեր, որ քաղաքացիները լինեին երկրի տերը եւ ազգի ճակատագիրը իրենց կախված չներ, մենք բոլորովին այլ ճակատագիր կունենայինք, բայց չես կարող հետ գնալ պատմությունը խմբագրել, ես այսօր եմ անում դա, արել եմ շատ կարևոր բան ազգի համար, ոչ ոք չի արել դա, Հայաստանը, հայ ժողովուրդը դարձել է միջազգային իրավունքի ենթակա, դա արել եմ ես իմ ընկերների հետ, անկախ նրանից, որ ընկերներից կեսից ավելին չեն դիմացել։ Մեղք են, խնդիր չի, իրենց իրավունքներ, նրանք զինվոր չեն ծնվել, ոչ էլ ես։ Բայց իմ մոտ ստացվեց մի քանիսի մոտ դիմանալը։ Այնպես որ մենք այնքան կարևոր բան ենք արել, որ ցանկացած բանական հայ, ինչպես դուք ասեցիք, որ չարժի նրանց վիրավորել, ես տգետ ասեցի, չէ՞, կարծեմ, ասենք չիմացող գիտությունից հեռու մարդ, ամեն մարդ պիտի ասեր, լսի, այս մարդը արել է այն, ինչ որ մեր նախորդներից ոչ մեկին չի հաջողվել։ Նպատակ է իրականացրել։ Մի հատ լսենք իրեն, էլի պիտի ասեր։ Ինչպես։ Միայն պարոն Ղուկասյանն է գնահատել։ Պարզվեց, որ միայն Վարդան Ղուկասյանը կամ չգիտեմ Վարդան Ղուկասյանը, թե այդ թիմն է, մենք թիմի հետ ենք խոսում, սա կուսակցությունների դաշինք է, այդ թիմն է, որը իդեմս իր շտաբի պետի ներկայանում է, Լևոն Բաղդասարյանը, այդ թիմն է, որ մակարդակ դրսևորեց։ Գիտեք ինչ կա, այսպես եղել են այլ քաղաքական ուժեր, Տիգրան Խզմալյանի, Արթուր Բալոյանի, Շահեն Հարությունյանի, այսպես կարող եմ շարունակել քաղաքական ուժ, Անդրեաս Ղուկասյանի, որ մեզ հետ համամիտ են եղել բացարձակ ժողովրդավարության հարցում։ 16 քաղաքական ուժեր կարող են բոլորին հերթով թվել։ ՍԻՄ-ը, ժամանակին դեմոկրատական կուսակցությունը, բայց նրանք առաջնահերթություն չեն համարել։ Այս պահին չեն համարում։ Խոսքը նրան է վերաբերում, որ սա համարում ենք առաջնահերթ խնդիր։ Իսկ որտեղից Ստեփան Դեմիրճյանի անունը շոշափեց այս պատմության մեջ եւ որպես ձեր եւ պարոն Ղուկասյանի թիմի դաշինքի հիմնական հավանական մասնակից պարոն Դեմիրճյանը, ինչքան հասկացա, հերքել է, ասում է, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Դուք կարող եք պատկերացնել, այն որ ասում են Արչի Որսի գնացողը նապաստակի վրա չի կրակում։ Այդ ասույթը հիշում եք, չէ՞։ Ես գնացել եմ Արչի Որսի։ Արչի Որսը բացարձակ ժողովրդավարության ծրագիրն է։ Ընթացքում նապաստակ է հանդիպում, նապաստակը կամ փախնում է կամ գալիս է ընդառաջ, այդ իր խնդիրն է։ Ստեփան Դեմիրճյանի մասին չի խոսքը։ Ես կարդացել եմ ոչ միայն Ստեփան Դեմիրճյանի հայտարարությունը, այլ կարդացել եմ, այլ կարդացել եմ նաև այն հայտարարությունը, որտեղ այդ առաջին հայտարարությունը տարածող Լևոն Բաղդասարյանը ասում է, քեզ 24 ժամանակ եմ տալիս սուտդ կարգի բերելու համար, այլապես քեզ խայտարակ կանեմ։ Իրենք դրանով զբաղվում են, ես դրա հետ գործ չունեմ, դա ինձ համար մանրուք է։ Այսինքն համաձայնվել է, հետո չի համաձայնվել։ Երևի, ես չեմ խորանում, կրկնեմ, ես Արչի Որսի եմ գնում։ Ճնճուղի վրա չեմ կրակի Արչի փամփուշտներով։ Մենք չունենք երկրորդ կողմի տեսակետ այս պայդրությամբ, ես ունեմ, դուք էլ ունեք, հրապարակավ է հնչել, որ Ստեփան Դեմիրճյան 24 ժամանակ եմ տալիս քեզ, 3 եմ դա կարդացել։ 3 կարդացել եմ համացանցում։ Ուղիղ սխալը, այլապես մենք փաստեր կներկայացնենք, թե ինչպես ում միջոցով ես դու մեզ դիմել, խնդրել, որ միասին աշխատենք։ Ձեր վարչապետի տեխնացունով է լինելու, պարոն Հայրիկյան։ Դա արդեն ճնճուղիկի որս չի, արդեն դառնում է, ասենք, աղվեսի որս։ Ինձ չի հետաքրքրում։ Պարոն Ղուկասյանին դուք աջակցեք որպես վարչապետ։ Մենք թիմով ինչ որ թիմի մեջ ուրիշ ուժեր էլ կան, անհատներ էլ կան, թիմը ինչ կորոշի, դրանք ինձ համար 10-րդական են։ ԱԻՄ ունի մեկ գերխնդիր։ Ինչպես անել, որ 3-ից 6 ամսվա ընթացքում Հայաստան ունենա նոր կարգին սահմանադրություն եւ դրանով գնա առանձին ընտրությունների վարչապետին առանձին,
ազգային ժողովին առանձին, դա է մեր խնդիրը, դրա Զուտ համար։ որպես քաղաքական դիրքորոշում, պարոն Ղուկասյանը եթե առաջադրվի վարչապետ, դուք օքեյ Պարոն եք Ղուկասյանը ապացուցել է, որ այսօրվա քաղաքական դաշտի բոլոր գործիչներից ամենահասկացող տղան է։ Ապացուցել է իր արձագանքով։ կաջակցեք նրան որպես Չէ, դեպքում ես կդնեմ, եթե վարչապետի տեխնացիան հարց լինի, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, նոր սահմանադրությամբ ես կդնեմ, մենք հիմա գնում ենք այս ընտրություն կոչված միջոցառմանը հանուն այն բանի, որ հետո կարողանանք կարգին օրենքով կարգին ընտրություններ իրականացնել, բայց շատ շուտով։ Ոչ թե անցումային կառավարություն եւ այլն։ Իսկ հիմա այն թիմի հետ որ աշխատում ենք, այդ թիմը ինչ անի մենք գործընկեր ենք, բարձ չի։ Չէ, հիմա ես նկատի ունեմ հունիսի 7-ին Վարչապետի տեխնացուն Վարդան Ղուկասյանն Վարչապետը ձեզ համար ամենակարևոր բանն է։ Դե կարևոր է իմանալ դուք ում եք վստահում ձեր քաղաքական թիմի առաջնորդությունը։ Տեսեք, այս բանակցությունների մեջ, մեր հայտարարության մեջ, մենք չենք խոսել մյուս հարցերի մասին։ Մենք ասել ենք ուրիշ հարցերում մենք կնայենք ինչպես կվարվենք։ Բնականաբար նույնիսկ անհատը նույն կուսակցության մեջ իր կեցվածքը պահում է։ Կնայենք, կորոշենք, բայց մեզ համար կարևորը այն համակարգն է, որը հետո մեզ պիտի թույլ տա իսկապես հանգիստ ընտրություն կատարել։ Այսօր, օրինակ, եթե պիտի լինի այսօր հրապարակում երևացող դեմքերից մեկը կամ Վարդան Ղուկասյանը, բայց Վարդան Ղուկասյանն ապացուցել է, որ ինքը կարգին մարդ է։ Ինքը իր սխալներից հետ կանգնելու, մեզ էլ սխալներից հետ կանգնելու կոչ է արել։ Լևոն Բաղդասարյանն ասում էր, ինչ սխալներ եղել է կամ ինչ որ ունեցել ենք, դրանից վեր կանգնենք, չէ՞ որ դուք եք ասում, պարոն Հայրիկյան, այս 50 տարի եմ ձեզնից ենք լսել, ազգի հայրենիքի շահերի համար պետք է կարողանալ վեր կանգնել։ Ի վերջո մեր հիմա այդ դեպքում Վարդան Ղուկասյանը այսօր թիվ 1 գործիք է դարձել շնորհիվ այն բանի, որ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդի կազմակերպությանը ընդառաջ եկավ։ Եվ եթե նա լինի թիվ 1-ը, դուք մեզ համար նշանակություն չունի։ կաջակցեք։ Բացարձակապես, ում որ իրենք կառաջարկեն, մենք այդտեղ խոսենք, կքննարկենք, բայց դա բանի առարկա չենք դարձնի պարակտման։ Կգնաք այդ ցուցակով։ Նշանակություն չունի, այո, մեզ համար։ Կաջակցեք, պարոն Ղուկասյան։ Տեսեք, եթե ես չեմ դնում նույնիսկ իմ տեխնացությունը, որովհետեւ նպատակասլաց աշխատեմ սահմանադրության ոլորտում։ Պատկերացնում եք, ցուցակում մենք տվել ենք մեր առաջին 30 հոգու ցուցակից, ընտրել ենք 12 հոգու, ներկայացրել ենք, ու մերոնք գժված էին, թե դու եթե չես դնում, ասում լսեք, կարևոր հարց կա, ես ասում եմ, ես գնում եմ արչի որսի։ Դուք ինձ մի ստիպեք գնալ արչի փամփուշտներով կրակել Չնչուղի վրա։ Ես դրա վրա եմ աշխատում, որովհետև դա ստրատեգիական հարց է, դա նաև համաշխարհային, համամարտկային հարց է։ Հետո սրանք պիտի հասկանան, որ ասեն, այս Հայրիկյանն ինչ էր ասում, չէինք հասկանում։ Արախի չէինք հասկանում։ Իրենց երեխեքը պիտի ասեն, դուք ամոթ չունեք։ Պարոն Հայրիկյան, ամեն դեպքում եթե պարոն Ղուկասյանը լինի ձեր վարչապետի տեխնացուն, այստեղ որոշակի խնդիր չեք տեսնում, գիտեք ինչ առումով խոցելի չի ձեր դաշինքը, որովհետև նա հիմա բանտում է, Միացյալ Նահանգներում է, եւ եթե նույնիսկ դուք հաղթեք ընտրություններում, ստացվելու է Հայաստանը ղեկավարվելու է հեռավար ամերիկյան բանտից, ընտրողը կարծում եք նման քաղաքական թիմի ձայն կտա։ Ես կարծում եմ, որ դա այն հարցն է, որը շատ ավելի փոքր հարց է, քան բացարձակ ժողովրդավարության կարևորությունը հասկանալ եւ աջակցելը։ Բացարձակ ժողովրդավարության կարևորությանը ընդունել ու աջակցող քաղաքական ուժը, տվյալ դեպքում արդեն դաշինքը, կկարողանա օգտակար արդյունավետ լուծումներ գտնել։ Չեն դրա վրա դա մանրուք է։ Մանրուք է։ Իհարկե։ Այսինքն ընտրողը կոմպլեքս չի ունենա։ Դուք նկատի, եթե ընտրողին նկատի ունեք, ընտրողները տեսեք, ընտրողների մի զանգված կար, որ ինձ ասում էր, ախր ինչպես էսպես արիր, ասում եմ, լսեք, դուք քննադատական խոսք, նույնիսկ բարեկամաբար հնչեցնելուց առաջ, դուք եկաք ասեցիք, մենք քեզ հետ ենք, չեք եկել, բայց Վարդան Ղուկասյանն եկել ասել է, քո բացարձակ ժողովրդավարության հետ ենք, ինքը անձամբ չի եկել, թիմը ավելի կարևոր է շտաբի պետն է խոսնակը, դուք չեք եկել, դուք ինչ իրավունք ունեք խոսելու, հետո դուք առաջարկում եք, որ ես լինեմ դատավոր, ես ինձ թույլ տվել եմ դատավոր լինել, վատ խոսքեր ասել։ Հիմա մարդն աջակցության ձեռք է մեկնել, ես պիտի այդ պահին դատավորություն անեմ, թե մտածեմ եմ բարձր գաղափարի մասին, տվյալ դեպքում Լևոն Բաղդասարյանը եկել է, ասում է, պարոն Հայրիկյան, դուք եք մեզ 50 տարի սովորեցրել։ Բնական է, ասել եմ լավ, այսինքն ինձ համար անկեղծ լինեմ, ես քվեարկությունը այ իմ նախագահությունում, նախագահի իրավունքով հետաձգել եմ 2 օր, որովհետև ես փաստի առաջ կանգնեցի, որ մենք մտածում էինք, որ
Այն հզոր ուժերը, որոնք գալիս էին բանակցության, եւ ուժեղ Հայաստանը եւ մյուսներից հերախոսային կապով բանով։ Մեկ էլ տեսեմ բոլորը ամեն մեկը ինքնասիրահարված մենք էս կանենք, մենք են կանենք, իսկ այմը մի համեստ առաջարկ է անում, նույնիսկ ասում է մի վախեցեք, Հայրիկյանը չի էլ դնելու, վարչապետն էլ թող ձեզնից լինի ու չեն գալիս։ Այսինքն Վարդան Ղուկասյանի թիմից բացի նաև Ուժեղ Հայաստան կուսակցությունը ձեր հետ կապի դուրս եկել։ Այո։ Եվ ինչ չեմ թաքցնի գաղտնիք չի։ Կարեն Կարապետյանի հետ խոսել ենք, որ կարելի է միասին աշխատել, ես էլ ասել եմ, որ մենք էս ծրագրեր ունենք, բայց տեսեք, հանդիպենք, խոսենք։ Բայց հետո այդ հանդիպում խոսակցությունները հետաձգվել են, ես քեզ չեմ սիրում, նույնիսկ եթե մեկին հեռախոսով զանգարում եմ 2 անգամ, երրորդ անգամ էլ չեմ զանգում, հեռախոսի համարն էլ ջնջում եմ։ Այդպես էլ կապ չեղավ, այսինքն։ Չէ, կապ կար ինչ-որ միջնորդների հետ, բայց հետո Ինչ էին առաջարկում։ Այսինքն հետո որն է, ինչ իրենք առաջարկում են, պարշի առաջարկում են միասին աշխատել։ Բայց եթե այդ առաջարկը այսպեսի արձագանք չի ստանում, ինչպես ստացանք դոկ կուսակցության կողմից, նշանակում է իրենց խնդիրներն են, ուզում են աշխատատեղեր ավելացնել, օրինակ։ Ես շատ ուրախ եմ, բայց դու ով ես որ աշխատատեղ ավելացնես։ Քո գրպանից ես ավելացնելու, չսազեց։ Պիտի ժողովուրդը որոշի պետական ծախսագումարից գումարը հատկացնի պաշտպանությանը, առողջապահությանը, կրթությանը, պիտի իսկապես ժողովրդուն քաղաքացիներին ներկայացնող կառույց լինի։ Լավ գործիչներ են, նույնը վերաբերում է մյուս գործարարներին կամ նախկիններին, որ նախագահ բան են եղել։ Իսկ Ուժեղ Հայաստան ձեզ ինչ էր առաջարկում։ Դե ասում եմ, համագործակցության մասին էր խոսքը։ Ինչ Ոչինչ չի անել առաջարկվել։ համագործակցել։ Հիմա մեր բանաձևը հստակ է։ Ով որ գալիս է, ինչպես ասում են ժողովրդի մեջ, դեմ է առնում դրան։ Այնտեղ ասում է Եվրոպամետ եք, օրինակին զանգահարեցին, ասեցին ախր դուք միշտ Եվրոպամետ եք եղել, Եվրոպամետության, քաղաքակրթամետության խորհրդանիշն եք։ Բայց հիմա դուք աշխատում եք այնպիսի ուժերի հետ կամ ուզում եք միանալ այս ինչ ուժը։ Ինձ նախապես հարցրել են Դաշինքին միանալուց առաջ, ես ասել եմ ինձ դա չի հետաքրում, զարմացել են։ Ասեմ ինձ դա չի հետաքրում, որովհետև ժողովրդին պատկանող պետության մեջ քաղաքացիները ճշմարտությամբ են առաջնորդվելու։ Իմ Եվրոպամետությունը նախասիրության հարց չի։ Ես ճշմարտությունը փնտրելով եմ դարձել Եվրոպամետ։ Հասկացել եմ, որ այնտեղ քաղաքականավորներ, բռնադատումներ չկան, Սովետում կա, դրա համար եմ դարձել եւ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք պարոն